Մենք տարել ենք հաղթանակ համախմբված սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ հետագայում քաղաքական դաշտում ինչ եղավ, նախորդ իշխանությունները հենց հիմնականում ինչ եղավ, դա արդեն իրանց խնդիրն է, հարցրեք իրանցից։ Իսկ ինչ վերաբերում է մենք փայլուն մեր հաղթանակները տարել ենք համախմբված։ Հետագայում հաղթանակներ կունենա մեր բանակը, ինչ է կարծում զարգացման այս տեմպերով, եթե առաջ գնա։ Լսեք, այսօր մեր գերխնդիրն է, գնանք խաղաղության, ընթացքում կերևա, մի բերեք ստեղես ինչ որ բաներ ասեմ, մեր ադրբեջանական սայթերը սաղ ինձանից են խոսում, նույթեր են գցում։ Ստեղին չնում են, դրանք վերցնում են, վերլուծում են, դնում են։ Հանգիստ մնացեք, հետագան հետո կերևա։ Բայց այսօր մեր գերխնդիրն մեր բանակի կայացման, մեր համախմբման ժողովրդի ամենակարևորը մեր գերխնդիրը դա է։ Ուրիշ մենք խնդիր չունենք։ Ընթացքում կերևա։ Ձեզ գոհացնում է այդ կայացումը, հարցը դա է, պարոն Միքայելյան։ Լավ, մենակ դու աշտվող չես լսում եմ։ Պատասխանեք, իմ գործընկերները լսում են Ես կարամ գնամ։ Այդ պայմանավորված է, մենակ դու ես հաշտալու խնդրեմ։ Խնդրեմ հարցը կարելի է։ Դե լսում եմ։ Պարոն Միքայելյան, ծառայությունը 1.5 տարի դարձնել է, ձեր կարծիքով ինչ հետևանքներ կարող է ունենալ, ինչպիսին կլինի ազդեցությունը դրա բանակի վրա։ Ոչ մի հետևանք չի կարող, որպես պաշտպանողական բանակ արդեն ոչ մի հետևանք չունենա, պլյուս դրան այսօր գիտեք մեծ տվականակով զորավարժություններ է թվում, այս տարի չեմ ուզում լավ ասեմ քանի հազար հոգի լրացնում է։ Եվ ընթացքում մենք կամաց պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակի, պլյուս դրան սահմանապահ զորքերը, որ կանգնած են կանգնելու են, եւ այսօր կանգնած են ամբողջ սահմանի երկայնքով։ Բայց պայն քննարկում է գումարով բանակի պատասխանատու նախագիծ այդ մասին ինչ է։ Դե դիլայ քննարկում է դից չի տակսում։ Ինչու՞։ Մի վերջո քննարկում։ Չի հետաքրքրում ինձ հիմա, որովհետեւ քննարկում է լուրջ բան չի կա։ Բայց առաջին բանակի մարդ ձեզ համար կարևոր չէ, օրինակ քիչ առաջ падգամավորները նշում էին, որ ամեն դեպքում տղաները գոնե 6 ամիս պետք է անցնեն ծառայություն, հետո իրենք կորոշեն արժի շարունակել թե չարժի։ Որ դարձան падգամավոր պատասխանեմ ձեր հարցին։ Ոչ որպես падգամավոր, այլ մարդ, ով բանակի Լսեք, կազմավորման ակունքներում է կանգնած եղել եւ շատ լավ տիրապետում է։ Այսօր այդ քննարկումները որ գնում է, ժամանակի մեջ քննարկվել է, որ ինչն է օգուտ, ինչն է վնաս բանակին։ Այսօր ես հպանցիկ չեմ կարող այդ հարցին պատասխանել, որտեղ հարցի մեջ այստեղ խորացած չեմ։ Իսկ ես տարբեր պետությունների բան եմ ուսումնասիրել, որ մարդիկ այդում են 6 ամիս են ծառայում իրաց ցանկությամբ։ Ծառայում են կամ իրաց տանեական բանում մարդիկ կան, որ սովորել են, իրանք այդ են ներկայացնում, որ ուզում են ծառայեն բանակում։ Դա ընթացքում կերո այս եմ այդ ասին չեմ ուզում պատասխանել։ Բանակը կազմաքանդվում է կամ Ոչ կարամ համարեմ։ Ես բանակի մոտ կանգնած եմ, մենք դիրքերում կանգնած ենք, բանակը ոնց կարա կազմաքանդվի։ Նախ չթողեք շնորհավորի մեր ժողովրդին, հայոց բանակին, մեր ծառայողի հայկանաց, այսօր դիրքերում կանգնած թե երկրապահին, թե հայ զինվորին, շնորհավորում եմ բոլորի բանակի կազմավորման 34-ամյակի կապակցությամբ եւ խաղաղություն մեր երկրին, տղերքին էլ բարի ծառայություն։ Պարոն Միքայելյան, վերջին հարցը, դուք ամենաշատն եք լինում սահմանին, տեսնում զինվորներին, բարոյահոգեբանական վիճակը տղաների մոտ ինչպես է։ 44 օրերն էր բարձր։ Այս չի որ մեր զինվորը, մենք չեմ ուզում միշտ ասեմ, բայց մենք միշտ հայ ձեռքով ենք պարտվել։ Հայ ազգը միշտ պարտվել է հայ ազգի ձեռքով։ Պատմություն ուսումնասիրեք, կիմանաք, էդի բաց խնդիրա քննություն է դու բարձվի։ Այսօր մոտ 30 լսեք մի րոպե։ Հայ ձեռքով էլ է։ Վազգենի ազգային ժողովում գնդակարին սպարապետին մեր։ Վերցեք մխիթար սպարապետի գլուխ կդրած թաղածային։ կատուլ եք վատ ղեկավարության հայ ձեռքով։ Դուք մի տարեք քաղաքականություն։ Վատ ղեկավարություն եղել է նախորդ իշխանությունների ժամանակ։ Եթե մեր թշնամին 20 տարի զենք ու զինամթերք էր արում ժամանակակից, այդ ում գլխին պիտի թափեր։ Մեր գլխին չէ, բա մեր իշխանությունները ինչ են անում։ Եթե իրանք էլ գիտեն, որ ոչ մի հարց չի կարա բանակցային փուլով լուծվի։
Պարոն Քարյան, դուք էլ այդ իշխանության մաս չէիք։ Ես իմ գործն անում եմ խելոք, հանգիստ, ծառայում եմ Հայաստանի Հանրապետության 38 տարի արդեն։ 29 տարեկանից զենք եմ վեսել, մինչև հիմա ես բանակից Մեղավոր թե տեղի։ մեղավոր չենք փնտրում։ Ինչ։ Փաշինյանը գցում է հապկի վրա, հապկան մեղավոր, դուք ասում եք հայի ձեռքով ա եղել հիմա։ Դուք չեք գիտե, որ պատմություն ուսումնասիրեք, որ միշտ ելերա դավաճանություն, միշտ ելերա ինչ-որ մեր վերելքի ժամանակ, մեր պետության, մեր ժողովրդի, մեկի խփել են, այն ժամանակ դե բնականապետություն չենք ունեցել, անհատի վրա է բոլորը ձևավորվել, և այդ անհատին վերացրել են, ոնց որ սպարապետին վերացրին, ոնց որ մխիթարը սպարապետին, ուր է թամ։ Ինես մարդկանց են թույն է, որ էլի հայի միջնորդությամբ, ես հո չեմ ասում հայ ազգ է։ Բայց այն ժամանակ դուք էլ ասեցիք պետականություն չենք ունեցել, հիմա ունեինք, կարծոք այդ ամեն ինչ հենց պետության կողմից չպետք է Այսօր պետականություն ունենք, թող գնանք խաղաղության։ Հերիքա, Ռոջան, լուք, հեսա երաբլուրում ենք կանգնած, տեսա քիչ կատարվավ 44 օրյա պատերազմում։ Մենք պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու ու նորմալ ձևով պահում արտաքին քաղաքացիներ հոյակապ գնում։ Դրա համար երեք չբզբզենք էլի։ Պարոն Քարյան, հունվարի 27-ը զոհերի հիշատակի օր սահմանվեց, երեք դուք եկել էիք Եռաբլուր։ Երեք ես բոլոր մարզերում անգել է, որ բոլոր գնան հուշարձաններ ունենք մարզերում, ես հրազդանի հուշարձանում եմ եղել։ Եվ եթե առավել որ դեմի որորն էլ ասին մեկամի պատճառաբանություն պիտի բռնեիք։ Շնորհակալություն։ Պարոն Քոչարյան, ուշ միացանք, ձեր մաղթանքը բանակի օրվա արդի։ Արդեն մաղթանքը սնչեց, կվերցնեք մեր սիրելի լրագրողից։ Ուրինքի սահմաններում ազատվում են, ես շատ գիտեմ ով վիդեո։ Մեր ավանդությամբ եւ բանակի եւ խոնարհումի օրը դիվա բաժանվել եւ պետքա խոնարհումը իր տեղը հարթի, որտեղ դա էլ շատ կարևոր է եւ բանակի տոնը, որպես բանակի տոն, պետքա նշվի այն ինչ որ անում ենք ամեն անգամ, հիշելով մեր ընկերներին, հիշելով անցած ուղին եւ հիշելով իրենց, նաեւ կառուցում ենք մեր ապագա բանակի կարիքները, որը որ մեր երկրի անվտանգության հիմնական երաշխավորը։ Ես չգիտեմ, ցավը տանը ինչի համար Պատգամավորների զավակներ են կամ որոնք ազատվել են բանակից։ Ո՞նց Ինչեք բաժանում անում։ Բոլորի տոն է, թե։ Բաժանում չենք մնում։ Բայց մարդը հարցազրույց է տալիս։ Դուք պետք է այդքանը գիտակցեք կամերաների դիմացից են կողմ գնալ։